Ինչպես ստացվեց միգրացիոն քո պատմությունը, ինչի որոշեցիր ԱՄՆ, ընտանիքով, մենակ, օրինական ճանապարհով ենք եկել, այսինքն Գրիգ շահած ենք եկել, երբևէ խաղարկությանը չենք մասնակցել։ Եթե գալիս էի մի ամսով, վերջի 10 օրը լացում էի հետե ուզում Երևան։ Այսինքն դու Երևանում չես ունեցել ընդհանրապես բիզնես չեմ ունեցել, ես սովորական պետաշխատող էի։ Ու սկսեցի ինչից ամսական տորտերից։ Ամենաառաջի տորտը բնականաբար մի հատ խայտառակություն էր, փոքր, բայց արդեն պատվիրատուների խումբ ունեի, երբ որ ստեղ եկա, գաղափար ունեի։ Ամեն ինչը զրոյից ենք ստեղծում, նույնիսկ թերմոսան էլ ստեղծվում է ինքնաբերաբար, սենց ոնց որ մի հատ magic pie ունենաս ու ստեղծես։ Նոր ունեցես մի հատ յուրահատուկ դեպք, որ կհիշես, եթերային չէ այդ պատվերը, ես մերժել եմ։ Մի անգամ Գիտլերին եմ պատրաստել։ Գիտեմ, որ իսկական celebrity-ների համար ես տորթեր պատրաստում։ Լեոնարդո Դիկապրիոյի օրինակ ծնունդին պետքա քեյք պատվիրես։ Արդեն 4 տարի է։ Իսկ դիզայնը դու ես ընտրում, թե ինքն է։ Չափից դուրս simple, հասարակ, կարող է 3 իր անվան տառերը լինեն, կամ մենակ L տառներ էս տարի, բայց մի բանը մնում է միշտ նույնը՝ միջուկը։ Գազարով տորթն է։ Carrot cake։ Ինքը չի այդտեղը հետաքրքիր է։ Ես նայեցի, ինչ հերմոս է, ինչ մի հատ սպասի ստեղ չենք հասցնում։ Ինքը մի հատ sense մեզ նստացրեց նիստի պես ու ծրագիրը sense էր բացվում ենք 4 ամսից։ Բացեցինք մի տարի ու ավել։